Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի ժողովուրդ։ Այսօր մարտի 28-ն է եւ խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Ուրեմն, չնայած նրան, որ ես գտնվում եմ բանտում ես 4 պատերարանքում, բայց ինձ, այսպես ասած, շարունակում է կան տեղեկատվություն, նամանավանդ հավաստի տեղեկատվություն, եւ շատ հետաքրքիր տեղեկություն են ինձ փոխանցել, որը որ ես ցանկանում եմ դարձնել հրապարակային, բնականաբար, եւ հենց այս տեղեկությունով էլ իմ հարցը ուղղել Սամվել Կարապետյանին եւ իր թմին։ Ուրեմն ինչա տեղի ունեցել։ Մոտ 1 շաբաթ առաջ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունում Պաշտպանության նախարար կոչված ուսուցչուհին իր մոտ հրավիրել 2025 թվականին հոկտեմբեր ամսվա սպաների հավաքին մասնակցած սպաներին նախ այդ մասկած վճարել է մարդա 20,000-ական դրամ, ինչ-որ ճանապարհածախսի համար, որ եկի հասել են սպանը երևի, հետո շատ հետաքրքիր բան ասել, նախ հորդորելա ընտրել ՔՊ-ին, ես չգիտեմ այդպիսի մի սպա, ես չգիտեմ այդպիսի մի զինվորական, որ այսքանից հետո առհասարակ գնա եւ քվեարկի ՔՊ-ի օգտին։ Այսինքն տվյալ մարդը այլևս առհասարակ սպա կոչվելու իրավունք չունի։ Եթե մի մարդ, մի օֆիցեր պիտի գնա քվեարկի մի իշխանության օգտին, որը սիստեմատիկաբար իրանց ստորացրե, բախտե, նսեմացրե, ոչնչացրե, գերեվարման, տվելա հոշոտման, տվելա հակառակորդի ձեռը, հակառակորդը ոնց ուզե անենց վարվելա հայ սպայի հետ, հայ զինվորի հետ, մենք սրանց պատճառով ընկանք ստորացուցիչ պատերազմների մեջ, ավելի գծագրված պատերազմների մեջ, պատերազմական բուտաֆորյաների մեջ, մեզ զինվորականների ստորասին, բղծին, ոչչասին, սպանին, վերջում էլ կայնեն ասին զոհվել են հանուն ոչնչի, ու այդքանից հետո հորդորում են ասում են գնացեք ընտրեք ՔՊ-ին, այդպես օֆիցերը պոռնիկի ծնունդ պիտի լինի, այդպես զինվորականը, որ գնա ՔՊ ընտրի։ Լավ, պետք է ասել, ալեթի հարցի մի կողմը հորդորում են ցից ընտրեք ՔՊ-ին, բնականաբար պիտի դες բան ասել, բոզից տղեն, բայց հարցի հետաքրքիր կողմը որն է, ինչ ասում հետո ուսուցչուհի պոռնիկի տղեն, ասում է, եթե մեզ չեք ընտրելու, ուրեմն գնացեք ընտրեք Տաշի Սամոյին։ Այստեղ ասում է այդ օֆիցերներովս, ասում է, մենք չհասկացանք ինչ տեղ ունեցավ մեր այդ պարոն Ղուկասյան, ոնց որ գերմանջու լցել մեր գլխին։ Հիմա այստեղ առաջանում է մի հատ հարց։ Տաշի Սամո, բայց եթե դու ընդդիմություն ես, ոնց է ստացվում, որ ուսուցչուհին Պապիկյանը, կայնմա, տանմա քո քարոզը։ Ես սպասում եմ, որ կարող ասել գնացեք ընտրեք Խուսյունակ Վազգենի քվորը։ Դա նորմալ է։ Բոզի տղեն պիտի հորդորի ու գնան ընտրեն բոզի տղուն, նմանակին։ Բայց որ կայն են կասեն գնացեք ընտրեք Տաշիրին, եթե մեզի զեն չեք տալում, Տաշիրին տվեք։ Այս էդի արդեն չեմ կռնա հասկնա։ Ադիք ինչ կնշանակե։ Այսիկ կնշանակե մի հատ բան։ Ոչ, Նիկոլ Փաշինյան բոզից տղեն շատ լավ գիտակցելով, որ ինքը այլևս վերարտադրվելու հնարավորություն չունի, հա, ազգային ժողով մտնելու է, ես ասում եմ, Նիկոլ Փաշինյանը իա բոզի տղեկով ԿՊ-ն ազգային ժողով մտնելու է, բայց կառավարություն չի կարող միանձնա այլևս ձևավորել, ինքը պետք է ինչ-որ կոալիցիա կազմի ինչ-որ մեկի հետ, Վարդան Ղուկասյանի հետ բացառվում է, Քոչարյանի հետ այն ձայները երկուսով միասին չեն կարող հավաքեն, սերժականները պարլամենտ չեն մտնելու, մնում է ով, Տաշիրը։ Հիմա ես ուզում եմ հարց տամ, Սամվել Կարապետյան, այս ինչ կկատարվի այ մարդ, այս ինչ կենես, այս ինչ խաղեր կուտած, հələ մի կողմ թողենք, որ նախկին ինչքան վիժված կա, սկսած Կարեն Կարապետյանից, որ գլուխ են բարձրացրել, մեր ասում է, չէ, ես ուղղակի սատարեմ գ Էլ չի ասում եկել էի մտնել, բայց որ դոգը հելավ ծռը ծպնեց յան եմ տալեմ, ասում է սատարեմ գ Ռաֆի Հովանիսյան, հայտնի կանտոն, ով էլի հելավ ժողովրդին խապես թոլ մստեց, վեկալավ տրացի ֆերնակաբեր, վերջում եկավ Սերժի ձերը սխմեց, մեծ չամադան փողը վեկալավ կնաց։ Ու այդպես լիքը նմաններ, էլի նորից հավքվել են, որ ում հետ, քո հետ, որ կան մտնել
նորից ազգային շոու, որ գաք մտնեք, ինչ չենեք։ Մի բոզի տղեքի սպրծանքի մեն դուք եք գալը։ Ես էսի չեմ կարում հասկանամ, ես հիմա ուզում եմ, որ տաշի Սամոյի թիմը, են հացաբուկեղենը, հլնի և միան սրա պատասխանը տա, էդ ինչ խելավ, որ տենց էլա, որ ուսուշուհին, ասում է, եթե մեր շեք ընտրում, գնացեք ընտրեք բանին, տաշի, էդ ո՞ց հաստացը մտել, էդ ինչ ընդիմություն ա, այ քեզի հրալ, թո մեկը կանի ասի սուտ ասն տոգը, ես ուզում եմ տենց մեկը, հլնի ով որ այդ հանդիպման եղել ա, այդ Սուրեն Պապիկյանի հետ, այդտեղս մեկը դուրս գասի Վարդան Ղուկասյանը սուտ կսե, պաշտոնական հերքում կպահանջեմ, եթե դիք սուտ է, որ ասի Գերնարժունը սա գխի ժողովուրդ ջան, ես իհարկե չէի կռնա էսի պահեի իմ մեջ, ես էսի գտի սեի համաձայնի բնավորության, բայց ես թատրոնի իմաստը կուզեմ հասկնամ, այ քեզի հրաշք, տաշի խոս այդ տղամից էլ անի, պատրմակ մեջտեղից այ մարդ, ես ինչ կեն ես, ես շխաղեր կուտաս, այդա, ապլաուս, ես հլը որ կուլտուրական կխոսեմ ըտոնց հետ, ժամանակ կուտամ, բայց վայն եկավ տարավ տաշիշ, վայն եկավ տարավ, որ ես իմ ափերից դուրս էլա, ենեք ես տալու Արշակի ընտանիքին, ենեք ես տալու Մարֆա Վասիլևնային ու Վլադիմիր Գասպարյանին, այդ պիցա, ժողովուրդ իմացեք, հետո չասեք մենք չգիտենք, վայ, ես ինչ է լավ, բոզի տղություն է լավ, ասիկ կուզե են է տաշիրը, իշքան է որ թատրոն կխաղան, ազատությունեն կզրկեն, տնային կալանք կուտան, միադել կլնեն կարգել են որ ցույց ու միդինգ ենեն, խտրեմ, Սուրեն Պապիկյանս ինչ կհորդորեք, ուսուցչուհին, դա, չկերանք մսեն, խելրանք թսեն, ասացը հայտնի ժողովրդական ասացվածքի մեջ, խեշ Վարդան Ղուկասյան, դեմա արիս քաղաքական դաշտից գլուխանի, այս կադրը հարգանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան